դուրս գալ, որովհետև ասում են, որ ձեր հեռահար նպատակը հենց օրենսդրական փոփոխություն անել, կաթողիկոսին Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ինչ պետք է անեմ, ինքը բա ինչ պետք է անի ուզում հասկանամ։ Այսինքն եթե բացվի պետք է հեռանա, դուք կգաք գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դեռ ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։ Անգլիայի թագավորներից մեկը դրա պատճառով հեռացել է, էլի մարդիկ են հեռացել հայտնի մարդիկ, բայց ինչ պետք է արել։ Ամենի խնդրում եմ պարոն Սիմոնյան։ Մի հարց։ Ասա Կարինա։ Ես ասին որ ես կվասեմ։ Այս արշավը ուղիղ կապ ունի, այսպես շատ զուգահեռ սկսվեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը երբ մեղադրեց հայ ռաքելական եկեղեցուն, Էջմիածինը գրեթե համարեց այսպես իրենց հոգևոր կենտրոն, եւ այս ֆոնին սկսվեց լուրջ նույն կարելի ասել երկրորդ փուլը հայ ռաքելական եկեղեցու դեմ արշավը։ Սրանք ուղիղ կապ ունեն։ Կապ ունի նաև Շվեյցարիայում կաթողիկոսի մասնակցությամբ արցախահայերի Ես չգիտեմ, երեխան ինչի հետ կապ ունի, մեկ։ Երկրորդը մենք չենք հետևում որևիցե մեկի երեխան ունի զավակ, թե չունի զավակ կաթողիկոսը, եւ մենք չենք հետևում նման բաներին, եւ ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանական շրջանակները փորձում են ամեն ինչի բան գտնել, բացատրություն գտնել, այդ Facebook-ում տարբեր բաներ գրել եւ փորձում են այսօր վարչապետը շատ ճիշտ նկատեց, որ փորձում են, երբ որ արդեն ապացուցված գրեթե փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, իրանք փորձում են մնացածին էլ կաշառակեր սարքեն, որ որևիցե ձևով չտարբերվեն եւ փորձում են այդպես բան ստեղծել։ Նման բան չկա, չի կարող լինել եւ դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց զառանցանքն է, որին ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ, էլի։ Ասում են Ալբանիայում Ալիևի հետախուզության ժամանակ է պայմանավորվածություն եղել, նաև Արցախի հետ կապված։ Այդ ասողները սեղանի տակ են եղել։ Այդ տեղեկություններ տարածողը սեղանի տակ են եղել, ուրեմն գնացեք իրենց հարցը։ Որևէ պահանջ ասում եմ, որ այդ մարդիկ, ովքեր որ փորձում են նման բան ասել, սեղանի տակ են եղել, եւ միայն այդ դեպքում կարող են նման բան ասել։ Ղարաբաղի Հայաստանում որևիցե Ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է անվանել ինչ որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել, հակառակ պարագայում ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա պետություն է եւ պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևիցե մեկի կողմից եւ չի կարող լինել։ Արդյոք իշխանությունների։ Ոչ, մենք կրված ենք իրար հետ։ Բայց արդյոք տեղավորվում է։ Լուրջ ընդունեցիր, գնացիր։